այս պահին գտնվում ենք Երևանում հայտնի բժշկական կենտրոններից մեկի բակում, որտեղ քիչ առաջ ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտն է, չէ՞։ Առաջին վաշտի ավագ պարեկն ու պարեկը մոտ 5 տարեկան աղջիկ երեխայի են տեղափոխել։ Իմ տեղեկություններով պարեկները ծառայություն կատարելիս են եղել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Արագածոտնի մարզի վարչական տարածքում, Մուղնիի հատվածում, երբ ծնողը մոտեցել է պարեկներին եւ խնդրել ու ասել, որ իր երեխան շնչառական խնդիրներ ունի, կոպեկ է կուլ տվել անզգուշաբար ու քանի որ ինքը բավականին հուզված է եւ չի կարողանում ավտոմեքենա վարել, որովհետեւ ոնց որ ժողովուրդն է ասում, իր աշկին իր աղջկա առողջությունն է երևում, խնդրել է որպեսզի պարեկներին երեխային տեղափոխեն հիվանդանոց, ինչը ավագ պարեկն ու պարեկը կատարել են։ Երեխային շտաբ հասցրել են Ուգմորներ, չէ՞, անունը Միգմոր, Ուիգմոր թե Միգմոր։ Ուիգմոր բժշկական կենտրոն, որտեղ էլ Հիպոկրատին հավատարիմ բժիշկները կարողացել են երեխայի կյանքը փրկել, սակայն իմ տեղեկություններով 1-2 օր երեխան պետք է մնա բժիշկների զսկողության տակ։ Հիմա Արագածոտնի գումարտակի ավագ պարեկն ու պարեկն են, որոնք ժամանակին երեխային հասցրել են հիվանդանոց եւ հենց առաջին հերթին շնորհիվ ծնողի, ով շատ ճիշտ է կողմնորոշվել դիմելով պարեկների, ապա շնորհիվ պարեկների, իսկ հետո բժիշկների երեխայի կյանքը արդեն ապահով ձեռքերում է։ Աղջիկ երեխա է, Արագածոտնի մարզի բնակիչ է։ Լոռու մարզի բնակիչ է։ Պատկերացնում եք, Լոռու մարզից երեխային տեղափոխում է Երևան։ Կարելի ասել հերոսություն է, որ հայրը մոտեցել է պարեկներին, հերոսություն է նաև պարեկների եւ տեղի բժիշկների աշխատանքը։ Ոնց որ ասում են, երեխաների միջազգային պաշտպանության օրը շնորհիվ այդ երեքի երեխայի կյանքը հնարավոր եղավ փրկել։ Աստված պահապան բոլոր երեխաներին, նոր ծնողներին ու իրոք ճիշտ էր ասում մեծն սևակը, աշխարհին մանկան մաքրություն է պետք։ Հիմա արդեն ստեղից էլ արդեն գնում եք նորից ձեր ծառայությանը։ Այս պահին երեխային նարկոզով վիրահատություն են անելու, հանելու են։ Կոպեկը այնպեսի այրում է, որ կարող է պատտվի շնչառական ուղու վրա է կոպեկը։ Դա բժիշկ ասաց։ Նարկոզ են տալու, ռենտգեն են արել, կոպեկը կա երևում է այս հատվածում։ Հիմա նարկոզ են տալու, որ նարկոզով կարենան հլայելի վտանգ կա էլի այս պահին, բայց բժիշկները ավելի լավ կասի։ Սենց Բարոզես։ Երեխայի կյանքը ոնց է արդեն կարողացաք փրկել, կոպեկը որ անզուշաբար ասում եմ, չէ, շնորհիվ հորը, ով ճիշտ է կողմնորոշվել եւ մոտեցել է պարեկների եւ շնորհիվ ավագ պարեկի ու պարեկի եւ շնորհիվ նշված բժշկական կենտրոնի Փառք Աստծո 5 տարեկան աղջնակի կյանքին վտանգ չի սպառնում։ Էսի բանն էլի անհետաձգելի լավ է, կարևորը կյանքին վտանգ չկա էլի, բայց ասում ռենտգենին արեք կոպեկը երևում է շնչափով, արդեն պետք է աշխատեն էլի բժիշկները արդեն ինչպես Կարևորը տղերքին ժամանակին պարեկները ժամանակին բերել են, չէ՞ կարևոր։ Դե հերը կա վարեր մեքենան, ասում է խառնվե իրար, էլի։
Ա